Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրն է դերասանուհի, ռեժիսոր Շուշան Ղազարյանը։ Բարի երեկո սիրելի Շուշան։ Բարև սիրելիս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք։ Լավ եմ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Սիրով։ Շուշան, երբ ձեզ հրավիրում էի, ասեցիք պետք է համաձայնացնեմ, տեսնեմ, փորձիեմ։ Ես գիտեմ մի բան, որ Շուշան Ղազարյանը բավականին երկար ժամանակ դադար ուներ թատրոնում, այսինքն որպես ռեժիսոր էր արդեն հանդես գալիս եւ ոչ որպես դերասանուհի։ Հիմա, ինչպես հասկացա, մի տասնամյակ դադարից հետո Շուշան Ղազարյանը նորից վերադարձել է նաև դերասանական աշխատանքի իր հարազատ պատանի հանդիսատեսի թատրոնում։ Ինչ զգացողություններ են, ասում եմ մի բանը, որ երկար չենք անում, նորից թվում է, թե каждый раз как в первый раз։ Հիմա կա այդպիսի զգացողություններ։ Չէ, այդպիսի զգացողություն չկա, որովհետև այնուամենայնիվ բեմադրիչի ռեժիսորի գործը կոնկրետ կապ ունի նաև դերասանության հետ։ Ինչու բեմ չէի բարձրանում, տենց հատուկ որոշում չէր կայացվել, ուղղակի հանգամանքների բերումով այդպես ստացվեց, որ բավական երկար ժամանակ այսպես ընդմիջում ունեցա նոր դերեր խաղալու եւ բեմում հանդես գալու։ Հիմա այսպես նորից սկսել եմ, տեսնենք ոնց կընթանա, ամեն դեպքում երևի թե մի քիչ կարոտած էի այսպես նոր գործ անելուն, անկախ նրանից ինչ դեր է, անկախ նրանից ինչ ներկայացում է, աշխատանքային process-ին որպես դերասանուհի մի քիչ կարոտել էի ինչ խոսք։ Շուշան, իսկ կոնկրետ պատանի հանդիսատեսի թատրոնը։ Եթե այլ թատրոնից առաջարկ ստանաք, ձեզ պատկերացնում եք ուրիշ թատրոններ։ Պատկերացնում եմ եւ խաղացել եմ, այնպես չի որ չեմ ունեցել հրավերներ, խաղացել եմ եւ տարիներ առաջ դրամատիկական թատրոնում եմ խաղացել, բայց պատանի հանդիսատեսի թատրոնը ինձ համար ասենց մի հատ ուրիշ աշխարհ է, որովհետեւ նախ փոքրուց եմ այնտեղ մեծացել, որտեղ իմ մաման էլ էր այնտեղ աշխատում որպես դերասանուհի եւ այսպես իմ մանկությունը ոնց որ այդ պատերի ներքո էր եւ ես երազում էի երբևէ լինել այդ թատրոնի բեմում։ Հետո գնացի ինստիտուտ, այնպես ստացվեց, որ հենց ինստիտուտի երկրորդ կուրսից, դեռևս ուսանողական տարիներից, հենց պատանի հանդիսատեսի թատրոնում սկսեցինք ստեղծագործել մեր կուրսով իմ կուրսի ղեկավարի ղեկավարությամբ Զավեն Տատինցյանի եկանք պատանի հանդիսատեսի թատրոն։ Եվ ինստիտուտը ավարտելուց հետո ես հենց մնացի այդ թատրոնում, այսինքն գրեթե 96 թվից ես այդ թատրոնում եմ, մինչև օրս, ինչ որ մի շատ փոքր էտապ չեմ եղել թատրոնում, հետո նորից վերադարձել եմ, այդ թատրոնը շատ եմ սիրում։ Իրա նիստուկացով, իրա մթնոլորտով, իրա առաքելությամբ, որտեղ մեր առաքելությունը մի քիչ ավելի լուրջ է, քան գուցե մյուս թատրոններին, հա, մեր այդ պատանիների, այդ հենց պատանիներին կրթելու առաքելությունը, ինչը շատ պարտավորեցնող է։ Ինչ է փոխվում Շուշան Ղազարյան դերասանուհու եւ Շուշան Ղազարյան ռեժիսորի մեջ, երբ նայում է բեմին։ Բեմին նույն հայացքով եք նայում որպես դերասան եւ որպես ռեժիսոր։ Կարելի է ասել հա, ուղղակի որպես դերասան, դերասանները ընդհանրապես կատարող են, այսինքն կատարում են ռեժիսորի տրված խնդիրները, շատ հաճախ նույնիսկ համաձայն չեն լինում, բայց միևնույնն է կատարում են, որտեվ այդպես է։ Իսկ որպես ռեժիսոր, այսպես ասած, այդ փայտիկը, կախարդական փայտիկը, ներկայացում ստեղծելու փայտիկը քո ձեռքում է, եւ դու ինքդ ես արդեն խնդիրները տալիս։ Կարծում եմ, որ այս երկու մասնագիտությունները շատ սերտորեն է կապված իրար հետ, շատ սերտորեն եւ ցանկացած ռեժիսոր, մարդ ով զբաղվում է ռեժիսուրայով, պիտի նաեւ լինի դերասան։ Պիտի անպայման լինի դերասան, որպեսզի հասկանա այդ դերասանի տրամաբանությունը, դերասանի հոգեվիճակը։ Չգիտեմ, ինձ շատ է օգնում դա այդ իմ մասնագիտությունը։ Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ։ Ես չունեմ ռեժիսորական կրթություն։ Ես ուղղակի զբաղվում եմ ռեժիսուրայով արդեն բավական երկար,
եւ այդ իմ մասնագիտությունը, այսինքն դերասանի վարպետությունը շատ մեծ օգնություն է ինձ համար ռեժիսորական աշխատանքում։ Այս Շուշան Ղազարյան ռեժիսոր անունը մենք լսեցինք ավելի շատ, երբ ստեղծվեց Շունչ թատրոնը եւ դուք մի քանի ներկայացում բեմադրեցիք հենց ինչպես ասում են այդ թատրոնի ներքո։ Նախ Շուշան ձեր մոտեցումը այս նոր թատրոնների ստեղծմանը մեր երկրում, ինչպես ենք ասում, մասնավոր թատրոններ, հա, դրանց է։ Ինչպես եք դուք վերաբերվում այդ հանգամանքին, ինչ եք կարծում, ինչ է դա փոխելու հայաստանյան թատերական կյանքում եւ հետո ինչպես արդեն դուք որոշեցիք, որ հենց այդ թատրոնում պետք է ներկայացումներ բեմադրեք։ Թատրոն ստեղծելու գաղափարին վերաբերում եմ դրական, միշտ դրական, որովհետեւ թատրոնը այն արվեստն է, որը մի օր փրկելու է ամեն ինչ։ Ես ավելի քան վստահ եմ։ Ինչ վերաբերում է ստեղծվող թատրոններին, կարծում եմ, որ այս թատրոնները այլընտրանքային են, կարող են հրամցնել ինչպես դասական գործեր, ինչպես ենթադրենք արդեն աչքին սովոր բեմադրություններ, հա, անկախ ժանրից, այնպես էլ մի քիչ ստանդարտից դուրս, մի քիչ ինչ որ այսպես ավանգարդային, ռեժիսորական սուր որոշումներով, ինչ որ այս տեսակ բաներ, որոնք գուցե ամեն հանդիսատեսի հասկանալի չի, բայց միևնույն է ինքը արվեստի մի տեսակ է, որը որ այո պիտի լինի, անպայման պիտի։ Ես ընդհանրապես շատ կողմ եմ փորձարարական ամեն ինչին, շատ կողմ եմ, որ նույնիսկ եթե չստացվի, բայց պիտի փորձես, որ հասկանաս դա աշխատում է, թե չէ։ Ինչպես հայտնվեցի Շունչ թատրոնում, Շունչ թատրոնի հիմնադիրները իմ շատ լավ ընկերներն են, իմ մտերիմ ընկերներն են, Սամվել Դանելյանը, որը տնօրենն է թատրոնի, նաև իմ գոլեգան է, երկար տարիներ միասին համագործակցել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ նաև ընկերներ ենք եղել կյանքում։ Սեյրանը մի քիչ ավելի ուշ է եկել Պատանի հանդիսատեսի թատրոն, Սեյրան Մովսիսյանը, ով Շունչ թատրոնի պրոդյուսերն է, բայց էլի այսպես շատ մտերմացանք, միասին աշխատեցինք թատրոնում որոշ ժամանակ։ Հետո մեկ էլ իմացա, որ իմ ընկերները որոշել են հիմնել թատրոն, նոր թատրոն, Շունչ թատրոնը, եւ հենց առաջին բեմադրությունը, այսպես առաջին լուրջ գործը ի ուրախություն ինձ որոշել էին հանձնել ինձ։ Ես էլ մեծ սիրով ստանձնեցի այդ գործը եւ սկսվեց իմ համագործակցությունը Շունչ թատրոնի հետ։ 2 տարվա ընթացքում արել եմ Շունչ թատրոնում 3 բեմադրություն, առաջինը դա պատերազմի ցեցը ներկայացումն էր, Նարեկ Մանուչարյանի եւ Արմինե Բոյաջյանի համանուն պիեսի բեմադրությունն էր, երկրորդ ներկայացումը կատակերգություն էր, Հերբերտ Բերգերի եւս մեկ Ջեքսոն պիեսն էր, որը մենք անվանափոխել էինք, դարձրել էինք Խառնաշփոթ, եւ երրորդ գործը, որը 2025 թվականի փետրվարին հանձնեցինք, դա Էդգար Կոստանդյանի Կարմա ժամը կգա պիեսն էր։ Առայժմ Շունչ թատրոնի հետ իմ գործունեությունը այսքանն է եղել, կարծում եմ շարունակական կլինի։ Շուշան, ես ուզում եմ անպայման մի փոքր խոսենք պատերազմի ցեցը ներկայացման մասին։ Տեսեք ինչ է հետաքրքիր, պատերազմներից հետո ընդհանրապես պատերազմի մասին խոսելը շատ դժվար է։ Պատերազմից եւ պարտությունից հետո, երբ որ դու պարտվող կողմն ես, ել առավել դժվար է խոսել պատերազմի մասին։ Մենք միասին այն սերնդի ներկայացուցիչներն ենք, որ տեսել ենք նաև Արցախյան առաջին պատերազմ, տեսել ենք հաղթանակ, տեսել ենք թե հոգեբանորեն ժողովուրդը դրանից հետո ինչ հոգեվիճակում է, միասնականությունն ենք տեսել այս ժողովրդի, բայց միևնույն է, հաղթանակից հետո նույնիսկ կարելի է ասել, կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ այս 30 տարիների ընթացքում մենք բավականաչափ, ինչքան որ գոնե պետք էր, չբեմադրեցինք ներկայացումներ
այդ թեմայով, չնկարահանվեցին ֆիլմեր, հա, տարիներ շարունակ մի վախեցիր ֆիլմներ, օրինակ, որ պատկերացնում էինք հենց առաջին Արցախյան պատերազմ, հետո կյանք ու կռիվը նկարվեց եւ այն որ ասում եմ մի երկու անվանում ես ասում, վերջացնում ես, բայց դա ժամանակահատված էր, որը տրված էր մեր թատերական եւ կինոյի աշխարհին, որպեսզի կարողանան հաղթանակի մասին կինոներ նկարել կամ բեմադրություններ։ Հիմա Շուշան Ղազարյանը, այսպես ասած կներեք, համարձակվում է պատերազմից հետո, պարտությունից հետո խոսել այն երևույթների մասին, որոնք շատ ցավոտ են, որոնց մասին շատերը չեն համարձակվում խոսել, որոնց մասին շատերը չեն էլ հասկանում կամ չեն էլ պատկերացնում, որովհետև ես ինքս դիտել եմ ներկայացումը, երբ մի ընտանիքից միանգամից 3 տղամարդ պիտի հայտնվի Արցախում եւ գնում է, ես վստահ եմ, որ մարդիկ կան կամ վախից կամ պաշտպանողական ռեակցիա վանում են իրենցից դա, մտածում են, վայ, տենց բան ոնց կարող է լինել, բայց հետո մենք գիտենք, որ մեր կյանքում իրական դեպքերը այդպեսին շատ են, որ մի ընտանիքից մի քանի հոգի գնացին, մի ընտանիքից մի քանի հոգի զոհվեցին։ Շուշան ջան, բարդ էր դրա մասին խոսելը, դուք ինչպես ստանձնեցիք, օրինակ դուք կարողացաք եւ գիտեիք, որ այդ պահին դա համազգային թեմա է, այն ամենաանտարբեր մարդն էլ միգուցե կարող է անտարբեր չմնար, եթե կարդար, որ ներկայացումը կոչվում է պատերազմի ցեցը, միգուցե որոշեր, որ մի օր պիտի գա դիտի այդ ներկայացումը։ Ես էլի եմ խոսել այս մասին, երբ որ սկսվում էին աշխատանքները, ես մի քիչ լավ չէի գիտակցում։ Ես ինչ եմ անում, ինչքանով ենք մենք ռիսկի դիմում։ Նայեք, պատերազմի ցեցը ներկայացումը պատերազմի մասին չի։ Դուք դիտել եք, դուք գիտեք։ Այնտեղ բարձրացվում են շատ ավելի խորքային հարցեր։ Այնտեղ բարձրացվում են այսօրվա շատ կարևոր հարցերը, հա, այդ հայրենասիրությունը, այդ որն է ճիշտը, ընտրությունը եւ այլն, չբացեմ փակագծերը։ Դրա համար մի տեսակ այն ժամանակ, երբ որ բեմադրվում էր, այսպես բան կար, մեծ ցանկություն կար, որ այդ խոսքերը, այդ ընտրության նժարները, հա, որը մենք ներկայացնում ենք, հենց ներկայացում, բոլորը լսեն եւ բոլորը տեսնեն։ Դրա համար այնքան շատ էր այդ մոտիվացիան, որ պարտադիր եկեք, խնդրում եմ, մի հատ նայեք, մենք ունենք ընտրության հնարավորություն, մենք կարող ենք փրկել մեր հայրենիքը։ Այնքան շատ էր այդ մոտիվացիան, որ այդ րոպեին չէիր մտածում, բայց ես պատերազմի թեմա եմ բարձրացնում, բայց վերնագիրը վախենալու է, բա որ հանկարծ մարդիկ սվիններով դիմավոր են, այնուամենայնիվ պատերազմ տեսած երկրում եւ ինչպես նշեցիք, պարտված ժողովուրդը կարող է եւ շատ այսպես հիվանդագին ընդուներ դա։ Այդ վախը եւ այդ մի քիչ կասկածը եկավ շատ ավելի ուշ, երբ որ արդեն պատրաստ էր ներկայացումը եւ արդեն պիտի խաղայինք։ Այդ ժամանակ համընկել էր այդ Արցախում այդ լարված ժամանակների հետ, երբ որ արդեն ճանապարհները փակ էր, երբ որ սով էր, երբ որ մի խոսքով ու այդ ժամանակ այսպես մի հատ հարց առաջացավ, որ կարող ենք սխալ ժամանակ ենք ընտրել։ Այնուամենայնիվ եսիմ, չգիտեմ, բայց այսպես գնացինք վաբանք, արդեն պատրաստ էր ներկայացումը եւ ոչինչ հնարավոր չէր անել։ Եվ պատերազմի ցեցը ներկայացումը շատ ճիշտ նշանակետի խփեց, այսինքն աշխատեց հենց այն, ինչի համար որ բեմադրվում էր այս ներկայացումը։ Ներկայացումը չէր բեմադրվում, որպեսզի մենք մեկ անգամ եւս ցավեցնեինք մեր ժողովրդին, որ տեսեք մենք պարտվեցինք։ Ներկայացումը չէր բեմադրվում, որ մենք հպարտանանք մեր եղած հաղթանակներով, չէ, ներկայացումը բեմադրվում էր հենց նրա համար, որ բա ինչ անենք, բա հետո ինչ անենք, ունենք մենք այդ ընտրությունը, ընտրենք սա, թե ընտրենք սա։ Ընտանիքներից սկսած ինչ։ Այո, եւ այդ ներկայացման այդ ընտանիքի մոդելը հենց այդ հայրը, մայրը, որդիները, հենց դա մեր ժողովրդի մոդելն էր։ Այսինքն մարդիկ, ովքեր ունեին շատ տարբեր կարծիքներ, մարդիկ, ովքեր իրենց ներսում ունեին այդ մեծ անսահման հայրենասիրությունը,
մարդիկ, ովքեր ունեին կասկածներ, այնուամենայնիվ ճիշտ էր արդյոք։ Մի խոսքով, ես շատ ուրախ եմ, որ ես մի փոքր մասնակիցն եմ եղել այդ գործը ստեղծելուն, անկախ նրանից ինչպիսի արձագանքներ կան, արձագանքները եւ դրական եւ բացասական ամեն տեսակի կան, բայց այն, որ ինչի համար որ ստեղծվում էր այս ներկայացումը, շատ ճիշտ իր նշանակետին խփել է եւ բավական երկար կյանք ունի ներկայացումը։ Շուշան, դուք ձեր հարցազրույցներից մեկում ասել եք հանդիսատեսը, երբ որ գալիս է թատրոն, շատ հաճախ ինքը իրեն էլ է ուզում գտնել այնտեղ բեմի վրա։ Գտան Միանշանակ այդ ներկայացման մեջ ես կարծում եմ, որ այնքան գտան, որ նույնիսկ եղել են դեպքեր, որ աչքերը կախ են դուրս եկել դահլիճից, այնքան իրանց տեսան կողքից։ Եղել են դեպքեր, երբ որ հպարտորեն են դուրս եկել դահլիճից, որովհետև հասկացել են, որ այո, մենք ճիշտ էինք, տեսար մենք ճիշտ էինք։ Գործը էմոցիոնալ ներկայացում ստացվեց նաև դերասանների շնորհիվ, որովհետև դերասաններն են Սամվել Դանելյանը, Սիրանուշ Լազյանը, Սեյրան Մովսիսյանը, Սաշա Սուքյասյանը, որոնք որ շատ հմտորեն եւ շատ այսպես էմոցիոնալ ներկայացրեցին այն ամենը, ինչը գուցե իրենց մեջ էլ էր կուտակված, այդ հարցերի պատասխանները իրենք էլ էին ուզում տային։ Եվ դերասանների շնորհիվ իսկ ներկայացման հաջողության 70-ից 80% դերասանինն է միշտ, ես դա ասել եմ ու կրկնում եմ, այդ իրենց այդպես հրաշալի խաղի շնորհիվ ներկայացումը դարձավ ել ավելի ամբողջական։ Շուշան, դուք մեծացել եք մի ընտանիքում, հիմա փաստորեն արդեն ես իմացա, որ ձեր աղջիկն էլ է թատերական աշխարհում, հիմա եթե բերենք այսպես ուրեմն նայենք, փաստորեն գալիս է երրորդ սերունդը, արդեն չորրորդ սերունդը, չորրորդ, այսպես հազվադեպ է լինում, որովհետև եթե նույնիսկ երկրորդ սերունդն է, արդեն կասկածներ են։ Լավ, պետք էր, ինչու նրանք էլ գնացին, ասենք երեխաները, կամ ինչ պարտադիր էր, եթե մայրը լավ դերասանուհի էր, շատ հաճախ կապում են նրա հետ, որ երևի թե ինքը ասեց, եկեք, սենց կհարթեմ ձեզ ինչ որ ճանապարհներ, միշտ այդ երեխաները ինչ որ ապացուցելու բան ունեն այս կյանքում, որ մենք էլ հիմա արդեն 4-րդ սերունդը, ինչպես է տրվում կյանքը ընտանիքում, այդ որոշումները ի վերջո հիմա եթե դուք ազնիվ լինեք, օրինակ դուք դարձաք դերասանուհի, դա ձեր որոշումն էր, թե ձեզ ուղղորդել են, ձեր դուստրը դարձավ դերասանուհի, դա իր որոշումն էր, թե դուք ուղղորդել եք, եթե այո ինչու, եթե ոչ ինչու, եւ դուք հաշտեք այն մտքի հետ, որ ինքը պիտի դերասանուհի լինի։ Դուք կարող եք նույնիսկ սերունդների անունները թվարկել, անպայման իհարկե, ես ծնվել եմ լսի նաև։ Ես հայտնի թատերական աշխարհում հայտնի Սանթրոսյան ազգանունը գրողների երդաստանի մի մասնիկն եմ։ Իմ պապը եղել է ժողովրդական արտիստ Բարույր Սանթրոսյանը, ցավոք սրտի ես իրեն չեմ տեսել, պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից մեկն է եղել։ Պապիկից հետո գնացել են իր ճանապարհով քերիս, էլի ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, մայրս Արև Սանթրոսյանը վաստակավոր արտիստուհի, քերուս ուրեմն երեխաները Սևակ Սանթրոսյանը, Մարի Սանթրոսյանը եւ ես եւ քույրս Տաթև Ղազարյանը։ Մենք մամայի կողմից ենք, դրա համար Սանթրոսյան ազգանունը չենք գրում։ Ինչ վերաբերում է ինձ եւ քրոջս, բացարձակ ուղղորդող չի եղել, բացարձակ ընդհակառակը։ Երբ որ եկավ կոնկրետ իմ ինստիտուտ ընդունվելու ժամանակը, դա 90-ականներն էին, շատ ծանր թատրոններ էին փակվում, ներկայացումներ չէին բեմադրվում, մի խոսքով շատ այսպես ծանր ժամանակներ էին եւ գնալ թատերական ինստիտուտ այդ ժամանակ, ընդհանրապես այդ ժամանակ չգիտեիր վաղը ինչ կլիներ, չէ։ Ես շատ սիրել եմ միշտ այս մասնագիտությունը, ես աչքերս բացել եմ թատրոնում, մեր տանը միշտ եղել են դերասաններ, շատ ուզել եմ փոքր ժամանակվանից, հետո եկավ մի տարիք, երբ որ ես որոշեցի բժշկուհի դառնամ, բայց որոշված էր, որ ես պետքա թատերական ինստիտուտ գնամ եւ դառնամ դերասանուհի,
Այսպես ճանապարհները այնպես բերեցին, սիրուն, պատտվեցին, բժշկական ինստիտուտը գնաց երկրորդ պլան, նորից հայտնվեց թատերական ինստիտուտը եւ 94 թվականին ես ընդունվեցի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ասացի Զավեն Տատինցյանի արվեստանոց։ Նույնը քույրս, այսինքն մեզ ոչ ոք չի ասել, դե գնացեք, դարձեք, բա ինչ պիտի դառնանք։ Մենք էինք այդպես մտածում, ասում ենք, բա եթե դերասան չդառնանք, բա ինչ դառնանք։ Այսինքն ուրիշ մասնագիտություն չէինք պատկերացնում։ Հիմա արդեն ասեցիք գալիս է 4-րդ սերունդը, իմ աղջիկն է, դեռևս առաջինը։ Շատ ասիրում ես մասնագիտությունը եւ Փարքասո իրան տրված է այդ շնորհը եւ ինքը հայտնվեց արդեն երկրորդ կուրսում է թատերական ինստիտուտի դերասանական բաժնի եւ հիմա ողջավորված սովորում է։ Բայց ասեք տղան բայց տղան չի ընդունում ուղղակիորեն տանել չի կարողանում։ Նույնիսկ հաճախ ինձ ասում է ընկերոջս հրավիրեմ թատրոն քեզ տեսնի բեմում, ասենք ինքը շատ սենց ծայրահեղական է։ Ինչ կարծրատիպ է։ Ինքը չի սիրում այս մասնագիտությունը։ Ինքը չի սիրում թատրոն հասկացողություն։ Ես դժվարությամբ եմ իրեն տանում թատրոն որևէ ներկայացում նայելու։ Կապ չունի մանկական մեծերի համար, կապ չունի, ինքը չի սիրում։ Չգիտեմ, քիչ էս սերնդի երեխա է, էլի ավելի սիրում է այդ խաղերը, այդ տեխնիկան, այդ սմարթֆոնները, ինչը ինձ համար շատ տխուր է, բայց էդ է։ Շուշան, դուք դասավանդում եք նաև թատերական ինստիտուտում։ Ուզում եմ մի փոքր դրա մասին խոսենք, օբյեկտիվ գնահատական տակ, ինչ ուսանողություն ունենք մենք եւ դե ուսանողությունը ընդհանրական դա մի այլ հասկացողություն է, բայց հենց թատրոնի աշխարհում ի վերջո ինչքանով են այսօր մեր երիտասարդները օժտված, տաղանդավոր բառից դեռ մի քիչ վախենում ենք մեր օրերում, չգիտեմ, բայց ինչու ենք վախենում, որովհետև Շուշան ջան, տեսեք, այդ հարցի առաջ անընդհատ կանգնում ենք, մարդիկ խոսում են, մի ներկայացում նայում են կամ մի ֆիլմ դիտում են, նույնիսկ եթե դրական արձագանք են տալիս, ասում են դե լավ էր, վատ չէ, բայց դե իհարկե մենք հիմա չունենք Մհեր Մկրտչյան, Հրաչյան Ներսիսյան, Խորեն Աբրահամյան եւ այդպես Սոս Սարգսյան ու հասկանում ենք, որ ինչ որ միտեղ մի թել է կտրվել եւ արդեն մի սերունդ չի անցել, հեսա արդեն երկրորդ, երրորդ սերունդներն են գալիս, որոնց մեջ մենք իսկապես չենք կարողանում այնպես տաղանդներ գտնել, թողնել, որ կհիշվեն, էլի, որ 30-40 տարի հետո էլ գոնե այս իրականության մասին ինչ է պակասել, տենց այդքան լուրջ չեն մոտենում այդ ինստիտուտը ընդունվելուց, իրանց ունակությունները, Աստծուց տված շնորհը ճիշտ չեն գնահատում եւ ուղղակի հեշտ է տրվում։ Դրանից է, ամեն ինչ շատ հեշտ է դարձել։ Շատերը մտածում են եւ ունենք այդ տեսակ օրինակներ, որ կրթություն պետք չի։ Մենք կնկարահանվենք սերիալներում։ Մենք ունենք շատ հետևորդներ, մեզ կընտրեն եւ անում են այդ տեսակ բաներ։ Ընդհանրապես բուհ ընդունվելը մի քիչ ավելի հեշտ է դարձել, քան ժամանակին էր։ Ինստիտուտ ընդունվեցին առաջին բանը, որ իրենք մտածում են, դա նկարահանվելն է, ճանաչում ունենալն է։ Մենք եկել ենք արդեն վсё, մենք ընդունվեցինք, հիմա գնանք մի հատ միտեղ նկարվենք, միտեղ խաղանք, մեզ ճանաչեն, ծապտան, փող աշխատենք եւ այլն եւ այլն։ Ես միշտ ասում եմ, դուք կարող եք գիրք կարդալ, եթե տառերը չիմանաք։ Դուք կարող եք գրել, եթե տառերը չիմանաք։ Բա եկեք մի հատ սովորեք այս մասնագիտության տառերը։ Չէ՞ որ այս մասնագիտությունն էլ ունի տառեր, տեխնիկա, հետո նոր գնացեք եւ աշխատեք այդ մասնագիտությունում։ Այդ նույն բանն է, ոնց որ ես ասեմ, բայ այնքան շատ եմ սիրում բժշկությունը, ինձ մի հատ լանցետ տվեք, ես գնամ սրտի օպերացիա անեմ։ Մոտավորապես գիտեմ ոնց են անում, սենց բացում են, հետո սենց կարում են։ Այդ այնց են վերաբերվում։ Եվ շատ դեպքերում, այո, դա թույլատրվում է, ցավոք սրտի։ Չունենք մենք լավ սերունդ, մենք շատ լավ սերունդ ունենք։ Ես դες վստահեցնում եմ, մենք ունենք շատ օժտված երեխեք, մենք ունենք աշխատասեր, նպատակասլաց սերունդ, ուղղակի ծայրահեղություն է, մենք ունենք կամ այդ լավ սերունդը, կամ ունենք մարդիկ, ում ոչինչ չի հետաքրքրում, մենք միջին սերունդ, միջին վերաբերմունք մասնագիտական առումով որևէ այդ տեսակ չունենք, ձգտում չկա,
այս ներքևի այս մի սերնդի ներկայացուցիչը չի ձգտում դառնալ այնտեղ։ Դե ինքը ձգտում է կամ էլ սերիալում ինքը իրանով լրիվ բավարարված է։ Ես օրինակ ղեկավարում եմ դերասանական կուրս Թատերական ինստիտուտում եւ ի դժբախտություն իմ ուսանողների ես արգելում եմ առաջին ամենայն դեպս 2.5 տարին նկարահանվել սերիալներում։ Ինչու ի դժբախտություն, որովհետև սկսում են նեղվել, մեզ հրավիրել են, մենք քաստինգ ենք անցել, բա հետո էլ չի լինի սենց բան, եւ եղել են դեպքեր նույնիսկ, որ ստիպված ենք եղել հրաժեշտ տալ այդ ուսանողին, ասելով, որ ընտրիր, սիրելիս, կամ սովորում ես, կամ նկարվում ես, կամ աշխատում ես։ Մարդը ընտրել է, աշխատել է եւ գնացել է ինստիտուտից։ Ես այն սերնդի ներկայացուցիչներից եմ, որ փառք Աստծո ես ստացել եմ շատ ֆունդամենտալ եւ այսպես պինդ մասնագիտական կրթություն։ Եվ այսօր էլ փորձում եմ այդ տեսակ դաստիարակել իմ ուսանողներին։ Կրթության մեջ մտնում է նաեւ դիսցիպլինան։ Դերասանը պիտի լինի շատ կարգապահ, շատ պինդ, շատ ֆիզիկապես պատրաստված, չնվնվա, չբողոքի, չմրսի, չսովածանա։ Մի խոսքով մենք այդպես ենք դաստիարակվել, լավ է վատ է, ամեն դեպքում դա մեզ այսօր օգնում է շատ։ Կրեատիվ, այսպես հետաքրքիր, այդ ամեն ինչը այսպես կրթական շրջան է, կրթական համակարգ է, որտեղ ես թույլ եմ տալիս իմ ուսանողին հետաքրքիր լինել, լավը լինել, ինչքանով որ դա ստացվում է սովորած լինել, սովորել այն ամենը, ինչը որ պետք է սովորել, հետո այդ սովորածի վրա ավելացնել նորը, ավելացնել իրենը։ Երեկվա ուսանողը ավարտեց ինստիտուտը, հայտնվում է թատրոնում, միանգամից գլխավոր դեր է խաղում։ Այդպիսի դեպքեր էլ կարող են լինել, բայց այդ սպասում է, թփրտոց է, վայ մի հատ փուչուր, մի հատ ուղակի բեմում կանգնեմ մինչև այդ գլխավոր դերը։ Այդ չկա, այդ է կորել, հասկանում եք, ձգտումը չկա, շատ հեշտ է տրվում ամեն ինչը։ Շատ հեշտ է տրվում։ Դա վատ չի, բայց եթե ճիշտ օգտագործես այդ ամեն ինչը։ Դեռ թատրոնում հայտնվել է մի բան, բայց այդ ճիշտ ասեցիք, սերիալների միջոցով իրենց թվում է, թե իրենք միանգամից շատ հայտնի էին եւ ցավոք սրտի մեր շատ ավելի տաղանդավոր դերասաններ, որոնք սկզբունքայինորեն սերիալներում չեն նկարահանվում, իդեմս ձեր քրոջ օրինակ Տաթև Ղազարյանի, հիմա ստացվում է, որ մենք ունենք շատ ավելի տաղանդավոր մարդիկ, որոնց ստացվում է, որ մեր հանրությունը, եթե թատրոն չգնա, չի էլ ճանաչելու։ Այսինքն նրանց գիտեն այդ իրանց նեղ թատերական շրջանում եւ դա էլ ճիշտ չի, մեր իրականության մեջ դա ճիշտ բան չի։ Ճիշտ է թե չէ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում ես իմ մասին կխոսեմ, ամեն դեպքում ինձ համար այդ ճանաչումը երբեք տենց կարևոր բան չի եղել, որ ինձ ճանաչեն, ես դրսում տեսնեն, ճանաչեն, ես հիվանդանամ այդ աստղային, բացարձակապես հավատացեք, եթե դու գործ ես անում եւ լավ ես անում այդ գործը, անկախ դրանից ինչով ես զբաղվում, քեզ ճանաչում են։ Ով պետքա ճանաչում է, լրիվ բավարար է։ Ինչ վերաբերվում է սերիալներին, իհարկե դա էլ է մեր մասնագիտության մի մասը։ Այո։ Անխոս, դա չի քննարկվում։ Բայց մարդիկ ունեն ընտրության հնարավորություն, մեկը ընտրում է լինել այնտեղ, մեկը չէ, թե ինչու չէ, այդ արդեն իր խնդիրն է։ Ամեն մարդ յուրովի է դա դրան մոտենում։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ շատ, որ ուսանողները մի քիչ դա գիտակցեն ու հասկանան, որ ախր սովորեք նոր գնացեք, որ լավ մասնագետ դարձած գնաք, որ ինչ որ բան իմանաք անել գնաք։ Թե չէ կանգնել միայն տեքստ ասել, այդ ով չի կարող։ Խոսքով։ Շուշան, դուք կարծրատիպեր ունեք, եւ ինչ է կարծրատիպը ձեզ համար։ Երևի թե չունեմ, գիտեք, երևի թե չունեմ, չէ, հաստատ չունեմ։ Չեք էլ մտածել։ Չեմ էլ մտածել, հիմա ասում եք, փորձում եմ սենց մտածել, չէ։ Կյանքի որևէ իրադարձություններ չեն ստիպել ձեզ որևէ բաներից ազատվել, որ մտածել եք դա կարծրատիպ է ու հիմա կարող եմ էլ այդպես չապրել, սա չանել։ Կան իմ կյանքում իրավիճակներ, որոնցից ես կատեգորիկ հրաժարվել եմ, հա, որպեսզի շատ ավելի ճիշտ ապրեմ, շատ ավելի
նու ճիշտն ու սխալը էլի մենք ենք որոշում։ Ձեր պատկերացումը։ Հա, իմ պատկերացմամբ։ Ես որպես այդպեսին այդ կարծրատիպ հասկացողությունը չեմ ընդունում, որովհետև ինձ համար ցանկացած բան կարող է կոտրվել։ Ցանկացած բան դու ինքդ կարող ես կոտրել, ջարդել, փշրել, նորը կառուցել։ Համար որպես այդպեսին այդ կարծրատիպ ասվածը, որ դրանից կարճած ապրես, չեմ էլ մտածել երբևէ դրա մասին։ Շուշան Ղազարյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Ուրախ եմ, որ զբաղվում եմ մի գործով, որը սիրում եմ։ Դա ինձ ապրեցնում է։ Ես սիրելով եմ անում իմ գործը։ Եվ դերասանությունը, եւ դասախոսությունը, եւ ռեժիսորությունը, այսինքն ինչ անում եմ սիրելով։ Դա ինձ ապրեցնում է։ Եվ եթե իմ արած գործը ինչ որ մի կերպ որևէ մեկի մեջ ինչ որ էմոցիա է արտնացնում, ուրախություն, տխրություն, հուզմունք, սեր, չգիտեմ, իմ արած որևէ բանը իրենց ապրեցնում է, թեկուզ այդ մի փոքր տեղում, այդ մի քանի րոպեում, ուրեմն ես ճիշտ ճանապարհի վրա եմ, ուրեմն ես իմ կյանքը ճիշտ եմ ապրում։ Հայրենիքը ձեզ համար ամեն ինչ։ Հայրենիքը, ես հիմա փշակաղվում եմ հայրենիք բառը ասելուց, որտեվ հայրենիքը այդ ամեն ինչը, այդ օդա, ջուրա, տունա, չեմ կարող բացատրել։ Կյանքա, քոննա, էս քոննա։ Այսինքն ինչ որ մեկից չես վերցրել, ինչ որ մեկին չես ուզում տալ, ոչ էլ փոխանակել, դա քոննա։ Եվ դու իրան սիրում ես, ես սիրում եմ իմ հայրենիքը, իր բոլոր թերություններով, իր բոլոր առավելություններով։ Առավելությունները երևի թե շատ ավելին են, քան թերությունները, իսկ եթե չէ, ուրեմն կլինեն, հաստատ։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, ես շատ ցավում եմ, ընկճվում եմ, երբ որ հասկանում եմ, որ անզոր եմ, անօգնական եմ ինչ որ բան փոխելու, ինչ որ բան անելու, բայց միևնույնն է կարճած եմ իմ հայրենիքին, երբևէ չեմ պատկերացնում ինձ ուրիշ որևէ երկրում ապրելիս։ Չեմ պատկերացնում։ Ու երբեք էլ չեմ պատկերացրել։ Ուզել եմ գնալ, տեսնել, նույնիսկ եղել է շրջան, որ ասել եմ, ես օրինակ այստեղ կապրեի, ես կգնամ այնտեղ կապրեմ, բայց հետո շատ արագ հասկացել եմ, որ ուր, ոնց։ Շուշան, մենք մի այսպիսի հետաքրքիր ձևաչափել ունենք։ Հիմա ձեր խոսքի վերջում դուք ինձ կարող եք մի հարց ուղղել, եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք նաև ունենք այդ հնարավորությունը մեր հաղորդման շրջանակներում։ Ես շատ սիրում եմ տալ այս հարցը ցանկացած մարդու։ Երջանիկ եք։ Այո, ջան։ Այո։ Դա շատ կարևոր է։ Մարդը պիտի գիտակցի, որ ինքը երջանիկ է միայն նրանով, որ ինքը կա։ Այո, բացի նրանից, որ կա, ես այմա դուք որ խոսում էիք սիրված աշխատանքի մասին, ես հիշում եմ, որ այդ հարցը մի օր ինձ ուսանողներից մեկը տվեց, ասեց երջանկությունը, օրինակ ձեզ համար ինչ է կամ դուք ինչ եք մտածում, երջանիկ եք, թե ոնց, ասում եմ, գիտեք, իհարկե մեր կյանքում են ինչպես Ֆաուստում Գագյոտեի, ասում եմ, կա այդ «Սեմ մгновение абсолютного счастья», որոնք սենց մի անգամից լինում են, անցնում են պորտկումա, բայց այդ ադրենալինը մնում է ամբողջ կյանքում, բայց այն որ ասում ես ամբողջ կյանքի ընթացքում որ մարդն է իրեն երջանիկ համարում, ես կարծում եմ դա այն մարդն է, ով առավոտյան արթնանում է եւ սիրով ու սիրելով այն ամենը, ուր պիտի գնա, ինչ պիտի անի, ոնց պիտի անի, գնում է ինչ որ մի կետ, կատարում է եւ հետո սիրով վերադառնում է այնտեղ, չգիտեմ, մեկը տուն, մեկը ինչ որ մեկի մոտ, բայց այնտեղ ուր իրեն սպասում են, ուր ինքը պետք է եւ ուր ինքը անփոխարինելի է։ Ես երբեք չեմ ընդունել այդ տեսակետը, որ անփոխարինելի մարդիկ չկան, անփոխարինելի մարդիկ կան եւ այդ գիտակցումը նաեւ, որ որոշ մարդկանց կյանքում մենք անփոխարինելի ենք, դա նաեւ վերում է ուժի եւ երջանկության։ Անփոխարինելի մարդիկ կան թե չկան, դա դու ես որոշում։ Միայն դու ես որոշում։ Կողքից ով ինչ ասի, դա էլ է իր որոշումը։
Այո, երջանկությունը կարևոր բան է, երբ որ իսկապես գիտակցես դու երջանիկ ես, որ կաս, որ արթնանում ես, որ ունես հնարավորություն Աստծո հետ խոսելու, որ ունես ապրելու քո հայրենիքում հնարավորություն, որ ունես մի խոսքով այնքան բաներ կա, որ մեծ երջանկություն է։ Այնպես որ առանց կեղծիքի, առանց սեթևեթյանքի անկեղծորեն ասում, այո, ես երջանիկ եմ, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։ Սիրելի Շուշան, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ այս մեր հետաքրքիր զրույցի համար, ինչ հետաքրքիր է ձեր քույրն էլ է այս տաղավարում եղել, Տաթև Ղազարյան, բայց շատ տարբեր եք։ Միգուցե կան ինչպիսի բաներ, որ նաև շատ նման եք, դա շատ հետաքրքիր է լինում ընտանիքներում, բայց տեսեք ուրիշ էներգետիկա է, ուրիշ բան է, դուք ինչ-որ միշտ ներքին զսպվածություն ունեք, հա, ինչ-որ մի բան կա, որը սենց, չգիտեմ, կամ միջև վերջ բացահայտել հնարավոր չի, կամ միջև վերջ բացել։ Ես հիմա նաև համոզվեցի, որ ի վերջո ի վերուստ մարդուն կամ մի բան տրվում է կամ չի տրվում։ Նույնիսկ այդ էներգետիկան, այդ խոսելա ոճը, շարժումները, դա էլ թատերական ինստիտուտում չեն սովորեցնում, որտեղ փաստորեն նույն ընտանիքից երկու քույր իրանք լրիվ տարբեր դերասաններ են։ Մենք շատ տարբեր ենք։ Այդ լավ է, որ շատ տարբեր են, նաև շատ նման։ Եվ մեր գործունեությունն է շատ տարբեր, եւ մենք ենք շատ տարբեր իսկապես, բայց այս տարբեր լինելու մեջ ես եւ քույրս մի ամբողջականություն ենք։ Դա էլ արդեն դաստիարակության է։ Հա, այսինքն, գիտեք, երբ որ ես ասում եմ քույրս, նույն կերպ իմ մասին եմ խոսում։ Նույնը ինքն է, այսինքն մեզ մոտ չկա քույր եւ մյուս քույր։ Մենք sense մի ամբողջականություն ենք ու ես ուղղակի երջանիկ եմ, որ Տաթևի նման քույր է ինձ բաժին ասել, իսկապես Աստծո ամեն օր շնորհակալ եմ դրա համար։ Ես միշտ մտածում եմ այսպես, որ եթե տաղավարում նստած է արվեստի ներկայացուցիչ, արվեստի աշխարհի ներկայացուցիչ, առավել եւս թատերական աշխարհի դերասան կամ ռեժիսոր, ամենամեծ մաղթանքը իրենց, բացի այն տրիվիալ, որ երջանկություն, հաջողություն, առողջություն, դա ասում են բոլորը, միշտ պետք է ասենք նոր արդյունավետ աշխատանք եւ ծափահարող հանդիսատես։ Ես կարծում եմ, որ ձեր գործի ամենամեծ գնահատականը, ամենամեծ գրավականը եւ այն ինչին ձգտում է իսկապես ռեժիսորը եւ դերասանը, որ ինքը ունենա անկեղծ հասկացող լեփլեցուն դահլիճներում հանդիսատես եւ ծափահարող հանդիսատես, որ այդ ծափերը անկեղծ լինեն, որ սենց ցանկություն ունենան ոտքի կանգնել ծափահարելու։ Իհարկե մեր ժողովուրդը մի քիչ ծափահարել չի սիրում, Ինձ մի քիչ էներգիա կորցնելով է ծափահարում, ռեստորան ավելի ակտիվ են գնում, քան թատրոնում ծափահարում, բայց համենայն դեպս այդ ծափահարող հանդիսատեսը ես ձեզ մաղթում եմ։ Շատ շնորհակալ եմ, շատ, իսկապես կարևոր ցանկություն է, կարևոր մաղթանք է։ Ստեղծագործենք, թող այնպես ստեղծագործենք, որ արժանանանք ծափահարություններին։ Մենք էլ գանք, տեսնենք, գանենք։ Սրտանց ցանկանում եմ ձեզ, ձեր հաղորդմանը, ձեր հեռուստաընկերությանը Աստծո լույսով օրհնված եթերներ, որտեղ լինի սեր, որտեղ միշտ լինեն ժպիտներ, սեր ի գործ, սեր ի կյանք, սեր, միայն սեր։ Այդ շատ կարևոր է։ Դրանից սկսեցինք, դրանով էլ ավարտենք, այո։ Շնորհակալ ենք անչափ։ Ես եմ շնորհակալ, շատ ուրախ էի այստեղ գտնվել, քեզ էլ տեսնել եւս մի անգամ, շատ վաղուց չէինք տեսնվել։ Այդպես։ Շնորհակալություն, սիրելի Շուշան։ Այսպիսինն է Շուշան Ղազարյանը առանց կարծրատիպերի։ Շուշանը ասում է, որ կարծրատիպեր չունի եւ ընդհանրապես կյանքում ամեն ինչ կարելի է կոտրել, փշրել, ձևափոխել, այնպես որ պետք է ապրել առանց կարծրատիպերի։ Իսկ դուք ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։